Բարև ձեզ հարգելի հետևորդներ, 24 News-ը ուղիղ հեռարձակում է ապահովում ժամը 8:00-ից մեկնարկեց 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 18 քաղաքական ուժ, 16 կուսակցություն, 2 դաշինք։ Առաջադրվել են հետևյալ քաղաքական ուժերը. Ռեֆորմիստների կուսակցություն, ցուցակի առաջին համարը Վաղաշակ Հարությունյան, Բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն, Սպարտակ Գյուրեղյան, Ուժեղ Հայաստան դաշինք, Նարեկ Կարապետյան, Հայաստանի շնորհապետական կուսակցություն, Գուրգեն Սիմոնյան, Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն, Հայկ Մարության, Միասնության թևեր Արման Թաթոյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն, ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, Ազգային ժողովրդավարական բևեռ Գևորգ Կարապետյան, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոն կուսակցություն, Արտակ Սարգսյան, Հայ ազգային կոնգրես կուսակցություն, Լևոն Զուրաբյան, Հանրապետություն կուսակցություն, Արամ Սարգսյան, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, Լևոն Շիրինյան, Ժողովրդավարական համախմբում Սուրեն Պետրոսյան, Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցություն Վարդան Ղուկասյան, Քաղաքացիական պայմանագիր Նիկոլ Փաշինյան, Հայաստան կուսակցությունների դաշինք Ռոբերտ Քոչարյան, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք Արման Բաբաջանյան, Լուսավոր Հայաստան կուսակցություն Էդմոն Մարուքյան։ Տեղեկացնեմ, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2,485,851 մարդ։ 24 News-ը այսօր ողջ օրվա ընթացքում ուղիղ հեռարձակում է ապահովելու եւ ձեզ տեղեկացնելու է ընտրական ընթացքի մասին։ Նշեմ, որ մենք այս պահին գտնվում ենք 3 կոտարակ 21 ընտրատեղամասում, որտեղ ես կիրականացնեմ իմ քաղաքացիական պարտքը, կկատարեմ իմ ընտրությունը, այս կերպ նաև հորդորելով, որ դուք եւս անպայման մասնակցեք ընտրություններին։